Առերեսում քո իսկ Facebook-ի հետ։ Ժամկետը ձեր ուղեղն է։ Դե հիմա Քոչարյանն է, մի քիչ չբշտի։ Ուտի։ Լավ դրցան։ Ստեղ կա տենց արտահայտություն։ Ինչ էլ լինի, մենք մեզ միջանցք չենք համարելու։ Բարև ձեզ, Am Comedy-ն պատշում է ձեր թուշը եւ առաջարկում է մոտակա կես ժամում գլուխ հանել լուրերից։ Շնորհակալ ենք ձեզ Patreon-ին միանալու համար։ Ամեն անգամ, որ ես ուտում եմ ինչ-որ քաղցր կանֆետ, ես զգում եմ, որ դուք այս կանֆետը փոկել եք ձեր երեխուց, որպեսզի ես այն վայելեմ։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը կամ հիմքերի հիմքը, ինչպես սիրում են ասել շինարարները, առաջարկում է արմատուրաներ։ Ոչ մի բան այդքան համով չի, ինչքան ձեր երեխու բեռնից կտրած կանֆետը։ Իսկ արմատուրաների մասին ինչ կասես։ Իսկ արմատուրաները արտադրվում են Հայաստանում, չնայած գերմանական տեխնոլոգիայով, բայց տեղ են, կարող եք գնալ, մոտենալ, շոշափել եւ օգտվել, ինչպես ես օգտվում եմ մեր Patreon-ների երեխեքի բեռնից կտրած այս շոկոլադից։ So good. Սերգեյ ջան, շատ հաճելի էր, ես կվերադառնամ 3 ամսից։ Այս ինչ տարօրինակ դեկրետ էր, Նարեկ։ Չեմ, պարզապես Ovion տալիս է 3 ամիս անվճար ինտերնետ մինչև 800 մեգաբիտ վարկյանում արագությամբ, 200 ալիք եւ 50,000 ֆիլմ ու սերիալ Wing TV-ում։ Մեկա չես հասցնի 3 ամսում այդ ամենը նայել։ Ես ունեմ գաղտնի զենք։ Միաժամանակ 5 սարքով կարող եմ տարբեր բաներ դիտել տանը։ Բացի դրանից 3 ամիս անվճար է, բայց հետո հո շարունակելու եմ։ Եվ այսպես նոր օր, նոր սրաչ։ Այս անգամ ջրերը նույն արվով կամ տենց մի հատ արտահայտություն կար վստահ չեմ, չեն հոսում Ալեն Սիմոնյանի եւ Քոչարյանի միջև։ Դե նորմալ է, կմտածեք դուք, բայց խոսքը այն մյուս Քոչարյանի մասին է։ Էն որ անընդհատ լրագրողներին բշտում ասում է, բերան դրա ինչ ասեն սպիտակ զանգված The other Քոչարյան։ The other Քոչարյանը, ինչպես կասեր Տրոլերը հասկացան ում մասին է խոսքը։ Լավ, всё, հերիքա։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, բայց արդյոք կքննարկվի ազգային ժողովում կամ որևէ ձևաչափով կներկայացվի հանրությանը, թե ոչ, հայտնի չէ։ Այս հարցում անհամաձայնություն ունեն զեկույցը կազմած Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Զեկույցը կա, Քոչարյանը ասում է, եկեք լսումներ անենք, ասենք ով էր մեղավոր, որ մենք չկրեցինք, բայց Սիմոնյանը ասում է, չէ։ Բայց Քոչարյանը ասում է, չէ, եկեք ցույց տանք, զեկույց կա, բայց Սիմոնյանը ասում է, չէ, դրա ժամկետը վաղուց անցել է։ Ու կարա թվա թե կոնֆլիկտ է հասարանում երկուսի միջև, բայց Թեև Քոչարյանն ասել էր, որ զեկույցը կհրապարակվի այս լիագումար նիստում, Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ զեկույցը օրակարգ մտցնելու իրավական հիմքեր չկան, ներկայացնելու ժամկետներն անցել են։ Սիմոնյանը միևնույն ժամանակ հերքել է իր եւ իր կուսակցի միջև լարվածության մասին լուրերը։ դե կարևոր է լարվածություն չկա, բայց նաև թույլ տվեք չհավատալ, որ չկա։ Թույլ տվեք вообще բաց թողնել Քոչարյանին կամերայի առաջ, որ համոզվենք, որ չէ, все-таки կա։ Եվ այսօր խոսել, որ ժամկետ, ոչ ժամկետ, ինչ որ լրատվամիջոց ասել երկրորդ հոդվածն է գրում ժամկետան զեկույց։ Ժամկետը ձեր ուղեղն է, նախ զեկույցը չի կարող ժամկետանցնել, որովհետև դա պետք է մեր երկրի։ Դե հիմա Քոչարյանն է, մի քիչ չբշտի։ Բայց լարվածություն չկա։ Սիմոնյանն այսօր վստահեցրեց Քոչարյանի հետ որևէ խնդիր չունի։ Հարցը բացառապես իրավական կարգավորումները տարբեր կերպ մեկնաբանելու մասինն է։ Չկա լարվածություն։ Երեկվա հարցազրույցում մինչդեռ Քոչարյանը ակնարկում էր, եթե ի վերջո զեկույցը չմտնի լիագումարի օրակարգ, ուրեմն կասկածները, թե Սիմոնյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով է դա արել, կհաստատվեն։ Կարող է շատ տուֆտա թեմայի մեջ ենք խորացել։ Մի հատով կա, տեղ իտոկ տա այս թեմային։ 44-օրյա պատերազմի արժեզեկույցը չի հրապարակվում, ինչպես չհրապարակվեց նաև քառօրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Նոր պատերազմը սկսվում է, երբ մոռացվում է նախորդը։ Իսկ եթե ցանկանում եք ներսում, Արա հերիքա, ստոպ։ թույլ տվեք ներկայացնել։ Էմիլ, լավ, օքեյ, всё։ Բայց ինչու չեն անում լիագումար լսումներ, եթե հանձնաժողովի նպատակը պատերազմի պարտության մեղավորնի փնտրելն է, ու հաստատ իրանք մեղավորը այնտեղ չեն գտել։ Լավ, ուրիշ ով ունի խնդիր Ալենի հետ, ձեռք բարձրացրեք։
Հակիրճ անդրադառնամ իմ եւ Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերին։ Հայկ ջան, հակիրճ պետք չի ինչքան սիրտդ ուզում է անդրադարձի ու կես։ Չէ, լսի Սերգեյին ու արա հակառակը, հակիրճությունը, դա տաղանդի քույրն է, աներ ձակը տենց ինչ որ։ Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ քաղաքապահական վարույթ սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը։ Okay, թարգմանեմ ԿՊԵ-երենից հայերեն։ Ուրեմն Սարգսյանս օրենք ա բերում, համաձայն որի վիվարո ենք, տոտո ենք եւ ընտանեկան լոտո ենք պետք ավելի շատ հարկ մուծեն, բայց այդ պահին Ալենը կարգապահական ինչ որ նկատողության միջնորդություն է մտցնում Հայկ Սարգսյանի դեմ, ու ստեղ Հայկ Սարգսյանը մտածում է, կարող է ինչ որ շահերին բախում կա ստեղ իրենց միջև։ Բայց Սարգսյանը որպես կուլտուրական մարդ վերցնում է իր նախագիծը ու առաջ է գնում։ Եվ բարեբախտաբար նաև այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Okay, в общем, այն որ impeachment ենք, ասում են հեսա մի 20 ԿՊ-ական քերելու ենք Նիկոլից, բերելու ենք մեր մոտ, ոնց որ դա ավելի իրատեսական է դառնում։ Ну դե բայց իրականում իրատեսական չի դառնում, ուղղակի ասում խոսում ուրախանում ենք, էլի։ Մի հատ պետք է այս գրադուսը բարձրացնել։ Ու գրադուսը բարձրացրեց Մեծարգոևիչը, պատասխանելով նախագահների հնչեցրած մեղադրանքներին։ Նույն փոცხի վրա կանգնելու այդ սովորությունը ինձ հիացնում է ընդհանրապես։ Հիմա այլ նոր բան են գտել, այսինքն թարմացրել են 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը։ Այո, 3 նախկին նախագահները, նախկին Ենկոն, նախկին Աշվիլին եւ նախկին Շտերնը ասում են, որ 19 թվին ինչ որ շատ թույն առաջարկ են մեզ արել, որ Նիկոլասը չէ, բայց ասելա։ Ներկայազավրը ասում է, որ էլի են տենց ակնկալիքներ ստեղծվել ընթացքում տենց լավ առաջարկներին։ Հիմա հետ գնանք։ Մի անգամ այդ փոცხի վրա կանգնեցին բանը, հուշագրերը չեն հրապարակում, հուշագրերը։ Այդ փոცხով մի հատ կանգնեցին, լավ փոცხի վրա։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը, չեն գնում էին, նայում էին, դուրս էին գալիս, ասենց քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս բան։ Քրտնաթորը ո՞րն է։ Այդ երբ որ քրտնած ես, բայց ես մի տեսակ թորած քրտինք է ու դու արդյունքում թորոմում ես, ու դա sense դուրս է գալիս։ Ոտը լավ է։ Հիմա նորից այդ դերուգը կանեք, մի հատ էլ կհրապարակեք ԵՀԿ-ի 19 թվի առաջարկը, որ մի հատ էլ տենանք քրտնաթոր վիճակը նորից։ Հիմա ձեզ թվում է թե այդ 2019 թվականի այդ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու։ Ձգում ենք, հանգիստ տեղավորվեք այդ փոცხի վրա։ Նապորով կայֆավատ ալնում ընդդիմության վրա։ Իդեպ կայֆավատի մասին։ Սերժ, հայ Սերժ, impeachment-ը։ Հիշում ենք, Քոչանեկ միացան ու հիմա էլ ոչ մի բան չխանգարում, որպեսզի խոստացված միակ ձևը Հերասոն Նիկոլին դառնա միակ իրականությունը, նենց որ սպասում ենք։ Իսկական տպավորությունն է, որ Նիկոլը լուրջ չի ընդունում ընդդիմության են Դոմոկլյան impeachment-ի վտանգը, որը կախված է իր գլխի վերևը։ Ի տարբերություն մեզ, որովհետև մենք լրիվ վստահ ենք, որ հա 20 հատ ԿՊ-ական եւ ավելին այնտեղ պատրաստ ունենք, բայց իրանք ոնց որ լուրջ չեն ընդունում դա։ Մինչ Սերժենք բացատրում են, թե ինչու է մի քիչ ուշանում impeachment-ը, այս մեր անուշ ախպերն ասում է, խիա ուշանում մեր Եվրոպա մտնելը։ Փաշինյանը փոխանակում է մեր եվրոպական հույսերը եւ հեռանկարները իր վերընտրվելու երաշխիքների հետ, որ իրեն տվել են, տալիս են Ալիևը, Պուտինը, միգուցե նաև Էրդողանը։ Էրդողանի պահով այդքան վստահ չի։ Այ Պուտինն ու Ալիևը 100% Այնտեղ եղել է։ իր ռազմետկա ունի, մոմ պահող է ունեցել երկուսի մոտ, բայց Էրդողանի հարցում մի քիչ 99% է, էլի 100% չի իր ինտելը։ Լավ։ Այդ ընթացքում մի անգամ էլ հանդիպեցին Ալիևն ու Փաշինյանը ու այդ հանդիպման շրջանակներում Ալիևը ոչ մի անգամ չասեց Զանգեզուրի միջանցք ու դա չվրիպեց Հայկ Կոնջորյանի մեծ աչուկներից։ Հերթական անգամ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը արձանագրում են հանդիպման արդյունքում, որ Հայաստանի տարածքում գոյություն ունի մեկ եւ միայն մեկ նախագիծ, դա TRIP նախագիծն է, այս կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ Ես հիմա ուզում եմ ուղղակի ասեմ, որ լավ կանի մեր ընդդիմությունը, այդ միջանցքի գաղափարը սենց վերցնի, ծալի
եւ 8-ի։ Լավ բծան։ Այ Դուք ինչ մտածեցիք, ժողովուրդ ջան։ Դե անկեղծ ասած, ես մտածեցի պետք չի։ հեսա կասեք կողի որը։ Ասեց։ Որովհետև սորաբար ինչ որ բան ծալում եք, ասում եք ծալեք ու այդտեղ ոնց որ հետույք մտցնելն է։ Կլասիկան դա է պահանջում։ Բծար։ Յա։ Այդ դասքում ազգային ժողովում անդրադարձան նաև Գյումրի քաղաքին։ Ավելի կոնկրետ Վարդան Ղուկասյանին եւ նրան անվանեցին Վարդանիկ։ Հուսով եմ Վարդան Ղուկասյանը դա չի նկատել։ Հետո մեկ-մեկ էլ սրանք բան են անում, ես էլ ասեմ, հա վերջացնեմ։ Մեկը ասում են Վարդանիգը։ Նկատելա։ Հիմա կարող է ծանր տանի։ Իրանք գիտեն թե ես այդ Վարդանիգի շատ եմ վատ զգում։ Ես Վարդանիկ բարից հեչ վատ չեմ զգում, բայց ուղղակի մի բան։ Ինչու է ձեզ այդպես անվանում։ Որովհետև փոքրուց միշտ մեծերի հետ եմ ընկերություն արել։ Ես ամենափոքրն էի իմ ընկերների մեջ, 10 տարով միշտ փոքր եմ եղել, 10 թվի ընկեր եմ ունեցել, պատկերացրեք, ինձ ասում են Վարդանիգը։ 1910 թվի Մի շեղվի։ Ինքը հին մարդ է, մի 60 տարի մենակ քաղաքապետ է Գյումրիում եղել։ Կարևորը լավ տարավ։ Համով, հոտով ու Գյումրվա կոլորիտով տարավ։ Նույնիսկ մի հատ քաղցր անգլոց հիշեց իքի մասին։ Պետք կարանք տանք վայ։ Նե, պետք է փորձենք։ Ասում է հոպար անունդ ինչ է, քսե աշոդիկ։ Իո։ Քսե հոպար աշոդը հասկացանք, իքը որն է։ Քսե ղախպի տղա, դու իքից բան չես հասկնա։ Կարողա պետքա երկար տու դնենք այդ բառի վրա։ Չէ, նա եթե մենք ենք ասում պիտողա, անպայման պետք է պիտողայի վրա Հա։ տու դնենք, բայց մենք ով ենք որ Գյումրվա ընտրված համայնքապետի բերանը փակենք։ Вообще իքից չի նեղում Ղուկասյանը։ Ղուկասյանը նաև մեղմ, նուրբ, նյուանսավորված, գեղեցիկ Գյումրվա կոլորիտային եղանակով թեթևի շմար տվեց, որ ԿՊ-ում շատ են հոմոսեքսուալիստական համայնքի ներկայացուցիչները։ Կարևորը չլինենք Աշոտի անուն ներնենք Աշխենուհի, դա չլինենք, իքը դա հարկանք է, հասկանալի է, աբանա, չգիտեմ դրանց ատղա են, դա անուններն ինչ է դրանց, կանիք մարդկանց անուններ ոնց, անուններն չգիտեմ դրանց բան։ Այդ մեկը հերիք էր։ Իդեպ հիշեցնեմ ինչից սկսվեց այդ ամեն ինչը։ Վարդանիշեն ինչ որ հարցազրույցում ասեց, «Ֆրինցիպի կարելի է Ռուսաստանի միության մեջ մտնել», ինչը դուր չեկավ մեր ինքնիշխանության հորը։ Ինքնիշխանության հայրով է։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Բայց Վարդանը, մի ամբողջ Վարդանանքը այդքան հեշտ չի շպրտվում։ Հայրը քաղաքապետը այդքան հեշտ չի վախենում։ Ուրեմն մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Մեր մոտ վախ հասկացողությունը վերացած է։ Մենք վախենում ենք բարձրալն Աստծուց։ Բզդուկոց այդպես եկել ենք, այդպես է կմահանանք։ Բզդուկոց ոչ մեկից չեն վախենում, ոչ Who could that be? Oh, okay. Այո։ Հա, հազար ներողություն։ Okay, անպայման չի գոր։ Լավ, հասկացա։ Բայց դուքոց ոչ մեկից չի վախենում, բացի Աստծուց։ Այդ մեկը վախենում է, Աստվածը վախա։ Մնացած ոչ մեկից, բայց դուքոց չի վախեցել ու չի վախենում։ Ու չնայած դրա, այդուհանդերձ կա մի տարբերակ, որով կարող է հեռանալ։ Ղուկասյանը մի պայմանով կհեռանա։ Դիմացի 26-ին, եթե սրանք ընդրվեցին, ինձպես տղեկը այս քաղաքում էլ անելու բան չունեն այս երկրում, հաջողություն ստեսություն։ Մենք սա կհիշենք, եթե մյուս տարի ԿՊ-ն անցնում է, ուրեմն Վարդան Ղուկասյանը փասափոսեք հավաքում ու գնում է խոստացել է տղու խոսքը, սպասում ենք, տեսնենք ինչ եղավ։ Ուրեմն արի խմենք, որ մեր ցանկությունները իրականություն դառնան։ Այո, բոլորիս եկեք խմենք, որ բոլորիս գործերին հաջողություն ու Աստված շատ չհամարի Աստված, այն որ մեկ նայում է, ասում է, «Հեյ, ոնց որ շատ է»։ Թող դա շատ Թող դա չլինի, okay, մեր դեպքում։ Դուք էլ շատ չհամարեք, բայց երկրորդ ասում ենք խոսում ենք Զանգեզուրի Միջանցքի The Other Guy-ի, առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի եւ գործուղումների մասին։ Մանավանդ որ շատ չի, էլի։ Չէ, գործուղումները շատ են։ Մարդը սոցիալական էակ է։ Մարդու բոլոր թերությունները մեկ սոցիալական գովազդում շտկված։
Կանգնած ես խանութի հերթում, մի հատ ջուր ու մի հատ ծամոն ես վերցրել, մեկ էլ երկնքից իջնում ա նա, ծխախոտ առնողը։ Չգիտես ինչի ծխախոտ առնողը առավելություն ունի մյուս գնորդների համեմատ ու նա սպասարկվում է արտահերթ։ Ու կապ չունի, որ քո գնումները ավելի արագ են, որ իրար ծխախոտի համար պետք է մի հատ ինչ-որ հատուկ դարակ բացվի, հետո ասի «Ռիպսիկ սրա մենթոլը ունես», ռիպսիկը ընդերից ասի «Չէ, դի գնա անոյի մոտ ստուգի»։ Քեզ տիպում են զգալ երկրորդ սորտի գնորդ ծխողի կողքը, ինչը կարող է բերել հոգեբանական բարդությունների։ Ապստամբեք սուպերմարկետներում նման սպասարկման կարգի դեմ ուղարկեք ծխողներին արդար հերթ կանգնելու։ Ինչա սուպերմարկետներ մտածում եք ծխողը հանկարծ կթարգի ծխելը, որովհետև 2 րոպե ավել պետքա սպասի իր ծխախոտին։ Լուրջ։ Ստեղծեք ջոկատներ եւ գիլդիմներ բռնեք սուպերմարկետների մոտ, միջև այս անարդար մոտեցումը վերանայվի։ Մի եղեք երկրորդ սորտի գնորդ։ 21-րդ դարն է վերջը։ Բարեկամներ, մենք ունենք նոր գործընկեր Ticket System, հավելված, որի միջոցով կարող եք գնել համերգների, թատրոնի տոմսեր, ինչպես նաև ֆիլմերի տոմսեր, ինչպես նաև ֆիլմերի տոմսեր մարզերում։ Այդ ամենը մեկ հարմար հավելվածում Android եւ iOS համակարգերի համար։ Քաշեք հենց հիմա եւ ինչ անել այս երեկո հարցը կմոռանաք։ Так, ինչ անել այս երեկո։ Ասեցի կմոռանաք այդ Վայ, հարցը։ դե սպասի, նոր եմ քաշել։ Դոնալդ Թրամփը ոնց որ թե մի պահ հազիվ հիշել էր մեր երկրի անվանումը, մեկ էլ էլի քաշեց մեզ ու մոռացավ մեր վարչապետի անունը։ Դե եկեք մի փոքր ավելի անկեղծ լինենք։ Մարդ, որ չէր կարողանում հիշել երկրի անունը, դժվար թե հիշեր Փաշինյան ազգանունը։ Այդ ասոցիատիվ ինչ որ բան է սանում, mnemonic devices, ասենք Նիկոլ, հաստատ Նիկոլ Քիդմանի հետ մի բան արած կլինի։ Zero շանս, Գոնե բդած կլինի Նիկոլ։ Well, դա հա, բայց հիշելը, կապելը ասոցիատիվ։ Ու արդյունքում ստացվում է այսպես տհաճ բան։ Չի էլ փորձում արդեն, բավարարվում է Փաշինյանին այն մյուս տղա անվանելով։ Ադրբեջանի ղեկավարը եւ մյուս տղան նրանք հիանալի էին։ Մյուս տղան ավելի լավ է մեզ Ալբանիայի հետ խառնի, քան ասի մյուս տղան։ Դե բայց կարող է ավելի վատ լիներ, կարող ասել այն բանը։ Տրամփ ջան, եթե նայում ես մեր եթերը, ես խնդրում եմ, եթե ավարտում ես ամեն ճառին սրանով գլուխ ես գովալը, գոնե երկրների անունը հիշի։ Թրամփը մեզ չի նայում։ Թրամփը սաղորը Ջիմի Քիմել է նայում, բայց զատո համել քրվում է Ջիմի Քիմել, գուցե բարին էլ է դա որ մեզ չի նայում։ Հա, լավ։ Արդյունքում այս ամեն ինչի վրա շատ լավ բոցվում է Ալբանիայի նախագահը Մակրոնի հետ։ Դուք պետք է մեզանից ներողություն խնդրեք, որտեղ չեք շնորհավորել մեզ, երբ նախագահ Թրամփը Ալբանիայի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատեց։ Ես ներողություն եմ խնդրում։ Նա շատ մեծ ջանք է դրել։ Մակրոնը չրփեց Ալբանիայի նախագահին։ Դե ընկերական էլ է, այն որ մեկ երկու շաբթի օրը ես եմ քեզ չրփում էլի։ Դու ես չրփում։ Կարող հասունացել է ժամանակը որ սկսեմ։ Իսկական չրփոցը դա երբ ԵԽՎ-ում են մյուս տղեն Փաշինյանն ասենց հելավ ու ասեց ինչ Զանգեզուրի միջանցք կարա վատես Վոլոդիա ինչ միջանցք Դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով որտեղ է Զանգեզուրի միջանցքը քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Վերջապես ճիշտ ուղղությամբ է ուղղում իր բնատուր եւ արեստավարժ մունատը այս տղեն։ Կարող է պայտական էս տակացած այդ WhatsApp-ը վերցնի ու մի հատ ձայնային կլաուզ ավարկի Թրամփին։ Հաջորդ օրը ազգային ժողովում մունատը կարծես թե շարունակվում էր։ Մենակ օգտագործում են Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Լավ, մեր մոտ հարց է ծագում, որտեղից է արտահայտությունը։ Մենք բացում ենք, կարդում ենք այս թուղթը, հա, որը ստորագրել են Վաշինգտոնում։ Այս երկու Ադրբեջանի նախագահի հետ այս թուղթը ստորագրել ենք Միացյալ Նահանգների նախագահն էլ իր հերթին ստորագրել է։ Ստեղ կա տենց արտահայտություն, չկա տենց արտահայտություն։ Գժում է որ sense visual բաներ է բերում ազգային ժողով ցույց տալու են դենց for guides քարտեզը իր ասես փոքրիկ անկլավչիկներով։ Վերջապես այս մունաթափալ տոնը դզեց
Առաջ անգամ ուղղում ոնց որ ճիշտ ուղղությամբ, բայց մեկ էլ սկսեց մի պահ նահանջել։ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն Հորադիս Զանգելան ճանապարհը։ Կարող են ասեն դա միջանցքա, որը տամա դեպի Զանգեզուր։ Okay, ասում են, թող ասեն։ Բայց Հայաստանի մասին չի դա։ Այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով ես հասկացա, որ խոսքը Հորադիս Զանգելան ճանապարհի մասին է։ Հորադիս Զանգելան երկարը, ասում են Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված։ Всё, համ ինքը ենթադրեց, համ ինքը ասեց ոնց կրուտի տանեն, համ էլ ինքը փակեց թեման։ Եկեք պայմանավորենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ միջանցք չենք համարելու։ Հա, ոչ կարան ինչ բառ ուզում են օգտագործեն, կամուրջ, չգիտեմ, թունել, սողանցք կարան օգտագործեն։ Gulf of America կարան անդնեն։ Վերջերս մոդա է։ Լավ, ասենք մյուս թեմային ազգային ժողովում ընտրում էին մշտակ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ։ Սկզբում խոճուճիկ, հետո ջակի ջուկի ոճով աչքի ընկնող Հռիփսիմե Հունանյանին է ԿՓ վստահում ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Արդեն վատա, նկատի ունեմ ռեպորտաժը, էլի։ Եկեք կենտրոնանանք բովանդակայինի վրա, էլի թե չէ ով ոնց է սանրվել, ոնց է մազերը ներկել, ոնց է կրակել, դա ոչ մի լավ տեղ չի տանում։ Հա, այ մի օր, երբ որ всё էլ ոչ մի մեծ խնդրեմ Հայաստանը չի ունենա, Arm Comedy-ն հատուկ մի հատ թողարկում կանի upgrade-ների վրա, որ իրենց մարմնին արտաքին տեսքին արել են ԿՊԱ-ականները Հայաստան դաշինքը ու նույնիսկ պատիվ ունեմը, բայց հիմա այդ պահը չի։ Բովանդակություն, please։ Հունանյանի մասնագիտական գործունեությունը մեկ նախադասությամբ կարելի է այսպես ձևակերպել. բուժքույր է, աշխատել է որպես բուժքույր, դարձել ավագ բուժքույր։ Իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Սրտնեղում է Հռիփսիմե Հունանյանը Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանի հարցից։ Սա ընդունեցինք։ Բարձրագույն կրթության մեկը ԿՊ-ում չկա, որ միջին մասնագիտական կրթության падգամավորը պետք է առողջապահության հանձնաժողովը գլխավորի։ Իհարկե շատ ավելի լավ է, որ Էմապալյան ու Հրաչյա Հակոբյան չի առաջադրվել, բայց առնվազն Լուսինե Բադալյան կար։ Մենք արդեն եկանք այն կետին, երբ լուլուն համարվում է այն լավ ընտրությունը։ Մի հատ արձանագրենք այս պատմական պահը ու հասկանանք ինչու՞մն է խնդիրը։ Դե խնդիրը նորմալ որ ԿՊ-ն ուզում է հանձնաժողովի նախագահ նշանակի մարդու ով բուժքույր է, բայց բժշկական կրթություն բարձրագույն չունի։ Ու հիմա աճպարարության մաստեր կլաս, որտեղ թեման, որը իրականում թե կոմպետենտության մասին է, դառնում է ընդդիմությունը ատում է բուժքույրերին։ Նախ առաջին հերթին որպես մանկավարժ դուք կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին տիրապետում է 16500 բուժքույր Հայաստանի Հանրապետությունում եւ առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար օղակի կլինի, եթե չլինի այդ օղակը։ Բացի այդ, իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Նայեք, ոչ ոք, вообще ոչ ոք չի ասում, որ բուժքույր լինելը դա դժվար եւ կարեւոր աշխատանք չի, հակառակը դա տիտանական աշխատանք է։ Ու առերեսվենք նրա հետ, որ вообще գլոբալ այդքան պարտադիր չի բոլորին ունենալ բարձրագույն կրթություն, մանավանդ օժտի համար։ Բայց այդպես որ նաեւ հեչ պարտադիր չի, որ բոլորը ուզում են դառնան ԱԺ падգամավոր, մեկը դառնան ԱԺ падգամավոր, բայց այդ հոտենց է։ Հիմա հարց, եթե օրինակ ընտրեք տնտեսական հանձնաժողովի նախագահ, չեք ընտրի, չէ՞, մարդու ով որ պրոստը հաշվապահական կուրսերի է գնացել։ Չնայած էլի հաշվապահը շատ կարևոր մասնագիտություն է, առանց որի բոլորս վարի կգնայինք։ Այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հոգատարությունն է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, սերը թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ Всё, արան էմոցիոնալ դաշտ, հիմա ինչքան ողջամիտ փաստարկ ուզում ես բեր, всё, պահը անցավ։ Ահա, իհարկե շատ սուրբ կլինի, որ հարգանք ու գնահատանք պահանջող տիկինը հենց նույն ճարում անարգանք դրսևորի գոլեգա բժիշկների նկատմամբ։ Այդ շատ սուրբ կլինի, չէ՞։ Արամ Մինասյանը 30 տարի երևի եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենը եւ ես 18 թվականին մտել եմ այդ հիվանդանոց
ինչին եմ ականատես եղել, որ այդ հիմնարկը կարելի էր կոչել ամեն ինչ, բացի հիվանդանոցից։ Ու լիքը մարդ այդուհանդերձ բուժում է ստացել այդ ինչ ասեսում։ Ուղղակի ֆանտաստիկ ճկունություն է պետք, էլի որ 5 րոպեվա մեջ համ հարգանք պահանջես, համ ինչ ասես։ Եթե բժշկական կադրերը չեն հերիքում, գոնե թող Թորոսյանին կլոնավորեն, ակնհայտորեն Թորոսյանը չի հերիքում։ Որը Թորոսյանին հիմա էլ սոցապ նախարար են նշանակում ու շատ խառնա։ Նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 20-ից 30-ը կգործուղվի Սերբիայի Հանրապետություն իրավունք, ներառում, կայունություն եւ հզորացում խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։ Բա вообще նկար չկա այս միջոցառումից։ Իհարկե կա։ Խիա գրած Women's Belgrade Conference, Արսեն, եթե դա նախարարական կոնֆերանս էր, ուղի են բոլորը կանայք։ Շատ սեքսիստական բան ես ասում։ Հիմա կարևոր է, որ երկրի համար ինչ որ մի լավ բան, չնայած ավելի շատ կանանց համար ինչ որ մի լավ բան անող Women's Conference-ը։ Լավ, երկրի համար կարևոր բաներ։ Նարեկ Տիկին Պայլյան, դուք վերջերս Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության կազմում Իսպանիայում էիք։ Աշխատանքային եւ բարիդրացիական հարաբերություններ ամրապնդվեցին, այնպես որ կարևոր։ Ինչպես օրինակ նպաստեցիք այդ հարաբերությունների ամրապնդմանը։ Տեսեք, մենք նախագահի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էինք, ես եւ իմ մյուս գործընկերները, եւ անհատապես որևէ քայլ, որ կարող եմ նշել, միայն այն, որ մենք բոլորով գնացինք եւ նպաստեցինք մեր երկու երկրների։ Գնալը բավարար էր արդեն։ Ես նորից նշեցի, ես ազգային ժողովի գլխավորած պատվիրակության կազմում էի։ Ու вообще իսպաներեն էին խոսում բոլորը, այդքան էլ հասկանալի չէր, բայց ֆիզիկապես ես այնտեղ ներկա էի։ Իսկ մի քիչ ավելի շոշափելի, էլի մենք հարկատուներս, որոնք ձեզ ուղարկել ենք հայ իսպանական հարաբերությունների ինչ որ հարցում զարգացնելու համար, կուզենայինք նենց ավելի խորքային նկար տեսնել, շոշափելի։ Այցի շրջանակներում, որ ձեր Facebook-յան էջն եմ թերթում, ամենաշատ այսպես տուրիստական այցի տպավորություն է, օրինակ միտեղ գրել եք շատ սիրելի մարդու հետ աշխարհից այրնել արժիքնել եւ մի աղջկա հետ նկար եք հրապարակել։ Հետո Ալեն Սիմոնյանին եք շնորհակալություն հայտնում, ասում է, եթե ձեր կյանքում ունեք Ալենի նման գոնե մեկ մարդ, հաստատ ավելի ուժեղ կլինեք։ Հետո Մադրիդից տեսարաններ են, հետո շնորհակալություն եք հայտնում Մադրիդին, հետո Բարսելոնայից ռիլ եք հրապարակել, հետո Անդորայից եք հրապարակել եւ հանդիպումների վերաբերյալ չեմ գտնում ես ինչ որ հրապարակում։ Вообще հիանալի ֆորմատ է, առերեսում քո իսկ Facebook-ի հետ։ Արա դե կարող է մարդը չի ուզում իր Facebook-ը ձանձրալի լինի։ Կարող է հոգու խորքում ինքը fashionista, կոֆեիստա, travelgelista է։ Ну կարող է, բայց ես որպես հարկատու կուզեի որ գոնե կես գրամ կոնտենտ կարողանար ձևավորել այդ գործուղումից, որը օդ չի, ինչ որ ֆրազաներ չեն ընդհանուր։ Շատ բան եմ ուզում, չասա, եթե շատ բան եմ ուզում։ Եվ թվեցիք իմ Facebook-յան էջը տնօրինում եմ ես, հարգելի Նարեկ, եւ տեղադրում եմ այն ամենը, ինչ ես ուզում եմ եւ շարունակելու եմ այդպես անել։ Իսկ ամբողջական այցի մասին ես նորից կրկնեցի, մենք ընդամենը 3 ենք վերադարձել, այնպես որ հաստատ միշտապեկ կլինի հանդիպման մասին տեղեկություն։ Գուցե ժամանակները մեզ հուշում են, որ արդեն պետքա падգամավորներին AI-ով փոխարինել, կամ գոնե Լուլուին տանեին։ Օրը ջոգի պատմական երկրորդ անգամ Լուլուն լավագույն ընտրությունն է։ Չգիտեմ, կամ են մյուս տղուն տանեին։ Կամ գոնե մեզ iPhone բերեն, ով էլ գնար։ Արա տենաս հասցրին այդ նոր iPhone-ները Իսպանիայում եղան ամսի 29-ին։ Մնացեք մեզ հետ։ Ինչպես գիտեք, Solar Holding-ը կարող է օգնել ձեզ տիրանալ ձեր փայ արևին։ Կենտրոնանք այժմ ջրատաքացուցչի վրա։ Ջրատաքացուցիչը տաքացնում է ջուրը բացառապես արևի օգնությամբ։ Եթե ձեր բնակավայրում չկա գազ, ապա այս ջրատաքացուցչի շնորհիվ կարող եք խնայել ամսական մոտ 20,000 դրամ։ Օգտվեք ձեր փայ արևից, թե չէ մենք սաղ կքամենք։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։
Շաթավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան։ Կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57000 կուտակել եմ։ Այսինքն, Չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոնը ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համար է կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքանն էր Swin Arm Comedy-ն։ Վերջում դե օրվա վիդեո ո՞ց է։ Իրար կողք սարքեն ընդ մարդը հանվի ամառվա շոկին գիր կարտա Արևանը տենալու է։ Դե ասում ենք կոմերց, բայց հələ տեսեք, այս 4 շենքը իրար Արևանը տենալու բռնի մի բան անի տանեն դադեն։ Այն բանը, այն որ մի հատ էքսպերտ կար, որ գնում էր բոլոր հմեկի եթերներին որպես լրիվ անկախ էքսպերտ, բայց միշտ պրոիշխանական։ Հիմա բանենց կուսակցությունից, հանրապետություն կուսակցությունից Էջմիածնի ընտրություններում մասնակցելու բանյոգիս ակազվեցը, այդ էքսպերտը, որը բոլորովին անկողմնակալ էր, все-таки ինչ-որ կողմի կոմիսիա։ Բայց մի վարքան, մի հատ կոնտեքստ հասկանանք, ինչ իմաստ ունի, вообще, որևէ բանի մեջ մասնակցելը, որևէ ինչ-որ ուժ բանել, եթե Հայաստան խմբակցությունը արդեն ստորագրությունը դնում է impeachment-ի տակ, նշանակում է technically հեսա հաշված օրեր է մնացել, որ Նիկոլը գնա։ Կարելի է ֆրինցիպի մի 3 օրով գնալ, չգիտեմ, Ծաղկաձոր, հետո հետ գաս արդեն всё։ Okay, պայթի տրակի 2 շաբաթից արդեն հաստատ չի լինելու Նիկոլը 2 շաբաթից։ Եթե իհարկե bullshit չէր այս impeachment-ը։ Տենանք, տենանք։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։